Պարոն Բաբայան։ Շնորհակալություն, հարգարժան պարոն փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, մինչ հաջորդ քվեարկությունները հայտարարել է, նախ ներկայացնեմ նախորդ քվեարկությունների արդյունքները։ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառավարության կողմից առաջադրվել էր Ներսես Երիցյանի թեկնածությունը, ազգային ժողովի 107 падգամավորներից քվեարկության մասնակցել են 62-ը, քվեատուփում առկա էր 62, քվեաթերթիկ անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ներսես Երիցյան կողմ 62, դեմ 0։ Այսպիսով որոշումը կայացված է։ Շնորհավորում ենք։ Նույնպես տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի առաջին կազմի 3 տարի պաշտոնավարման ժամկետով անդամի պաշտոնում կառավարությունը առաջադրել էր Սրփուհի Հակոբյանի թեկնածությունը, նորից 62 падգամավոր են մասնակցել, քվեատուփում առկա էր 62, քվեաթերթիկ անվավեր քվեաթերթիկներ չեն եղել եւ ձայները բաշխվել են նույն կերպ՝ Սրփուհի Հակոբյան կողմ 62, դեմ 0։ Եվ կրկին որոշումը կայացված է։ Այո, եւ վերջինը տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի առաջին կազմի 4 տարի պաշտոնամարման ժամկետով անդամի պաշտոնում կառավարությունը առաջադրել էր Նաիրի Ադամյանի թեկնածությունը, նորից 107 падգամավորներից մասնակցել են 62-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել եւ բաշխվել է ձայները հետեւյալ կերպ՝ Նաիրի Ադամյան կողմ 62, դեմ 0։ Կրկին որոշումը կայացված է, բոլորին շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Իսկ առաջիկա ուրեմն քվեարկությունները այն է մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկությունը եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի քվեարկությունը։ Մենք կսկսենք արդեն 2 րոպեից 15:30-ից մինչև 16:00 ընկած ժամանակահատվածում կես ժամ տևողությամբ քվեաթերթիկները ունեն մշտական տեսքը թեկնածուների անուն ազգանունը, կողմ եմ դեմ եմ համապատասխան նշումների վանդակներով։ Կրկնում եմ, 2 քվեարկությունը միաժամանակ կանցկացվի 15:30-ից մինչև 16:00։ Շնորհակալություն։ Եվ նիստն էլ հետևաբար ընդմիջվում է մինչև արդյունքների հրապարակումը։